Պետրոսյան, բարև ձեզ, շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Պարոն Պետրոսյան, Իրանի զարգացումները բավականին մտահոգիչ են եւ սկսենք սկզբից։ Նախ ինչու այս պահին Իսրայելը գնաց այս քայլին հարձակում գործեց, որովհետև ընթանում էին բանակցություններ եւ առաջիկա օրերին եւս հերթական բանակցություններ Իրան-Միացյալ Նահանգներ, ինչը չէր գոհացնում Միացյալ Նահանգներին եւ ինչու Իսրայելը այս պահը ընտրեց հարձակման համար։ Շնորհակալ եմ ձեր հարցից ես կարող եմ բխեցնել պատասխանը, որպեսզի այդ բանակցությունները արդյունք չունենան եւ Իրանի միջուկային ծրագրի հանգուցալուծումը դիվանագիտական լուծում չունենա, որտեղ Իսրայելում վստահ են եւ դեռևս 2010-ականներից, երբ առաջին գործարքներ կնքվում Իրանի եւ 5+1 խմբի միջև, ուրեմն Իսրայելը դեմ էր դիվանագիտական գործարքին, որտեղ իրենք կարծում են, որ դիվանագիտական գործիքակազմը չի կարող զսպել Իրանի միջուկային զենք ունենալ։ Հիմա այս պարագայում եւս, երբ որ Դոնալդ Թրամփի վարչակազմը արդեն նախաձեռնեց բանակցություններ, Իսրայելը դեմ էր հանդես գալիս։ Իսրայելը ուներ ռազմական սցենար եւ պնդում էր ռազմական եղանակով խնդրի հանգուցալուծման։ Հիմա որպեսզի դիվանագիտական լուծում չուներ, Իսրայելը պետք է խափաներ ուրեմն դիվանագիտական բանակցային գործընթացը։ Դրա համար էլ բանակցային հերթական շրջափուլին, եթե չեմ սխալվում, 5-րդ շրջափուլին ընդառաջ տեղ ունեցավ այս գործողությունը եւ բնականաբար որպեսզի այս գործողությունը մաքսիմալ արդյունավետ լինի, պետք է այն լիներ անկանխատեսելի։ Սրանից առաջ շաբաթներ շարունակ իսրայելական կողմը ապահովել էր այդ ֆոնը տարբեր մակարդակներում տեղեկատվական, փորձագիտական եւ նաեւ պաշտոնական հայտարարությունների մակարդակով, որ Իսրայելը այս պահին չունի պլան Իրանի դեմ ռազմական գործողություն իրականացնելու, կսպասի իր դաշնակցի Միացյալ Նահանգների նախաձեռնած դիվանագիտական գործընթացի արդյունքներից, որից հետո արդեն կիրականացնի ուրեմն իր գործողությունը, եթե դրա անհրաժեշտություն ունի։ Այսինքն նման քաղաքականություն, ընդ որում հենց այս քաղաքականությունը նաեւ անմիջապես վերահսկվել էր եւ ուղղորդվել էր Իսրայելի վարչապետի աշխատակազմի կողմից տեղեկատվական հատուկ մոլորեցման քաղաքականություն, այդպես էր կոչվում, մոլորեցման Իրանին մոլորեցման գործողություն։ Եվ փաստացի կարողացել են այս անսպասելիության ֆոնը ապահովել, որի հետևանքն էլ այս գործողության արձանագրված արդյունքներն են, որոնք այս պահին գոնե եղած ուրեմն տեղեկատվության համաձայն որոշակի արդյունավետություն այն ամեներում ունեցել են։ Տեսեք, ճիշտ է անսպասելի էր, բայց եւ Միացյալ Նահանգները եւ եվրոպական երկրների ղեկավարները հայտարարում են, որ իրենք տեղեկացված են եղել այս գործընթացների, գործողությունների հետ կապված։ Այսինքն նրանց նաեւ լուր համաձայնությամբ տեղ ունեցավ այս ամենը եւ եթե այդպես է, ինչու են հիմա այնպիսի կոչեր հնչում, որ պետք է կողմերը զսպվածություն եւ մարելու այսպես գործընթացներին գնան։ Այդ դեպքում գուցե ի սկզբանե պետք է կանխվեր այդ ամեն ինչը։ Հարցը երկու դիտանկյունից պետք է նայել։ Նախ բնականաբար ցանկացած ակտիվ կոնֆլիկտի ժամանակ պետք է լինեն դիվանագիտական հայտարարություններ, քաղաքական հայտարարություններ, որ ցանկացած խնդիր պետք է այսինքն կանխվի, լուծվի խաղաղ մթնոլորտում, բանակցային միջավայրում, այլ ոչ ռազմական հարթությունում։ Սա այսինքն ցանկացած կոնֆլիկտի ժամանակ անկախ նրանից թե ովքեր են մասնակիցները, այս դիվանագիտական կոչերը պետք է հնչեն։ Հիմա ինչ վերաբերում է ուրեմն բուն գործողության կանխմանը, այսինքն նախընթաց այս հարձակումը կանխելուն, ես չեմ կարծում, որ կային լուրջ դիվանագիտական ջանքեր եւ փորձեր կանխելու այս գործողությունը։ Մեկ, երկրորդ չեմ կարծում, որ Իսրայելը այս պահին կգնար ինչ որ զսպիչ գործողությունը։ Վստահ եմ, որ միակ դերակատարը, որը կարող էր կանխել դա Միացյալ Նահանգներն էին, բայց Միացյալ Նահանգների եւ Իսրայելի իշխանությունների միջև վերջին շրջանում նկատվող որոշակի տարաձայնություններ այս հարցում, այսինքն Միացյալ Նահանգները Դոնալդ Թրամփի վարչակազմը ինքը կարծես թե համախոհ չէր նման լուծման ուրեմն ուղղությանը, բայց միևնույն ժամանակ հակված չէր լուրջ միջոցներով կանխելու, հա, իրենք այո դիվանագիտական գործընթաց ունեին,
ապահովում են, պահպանում են, զուգահեռաբար փորձում են տարբեր եղանակներով ճնշել Իրանին գնալու զիջումների, բայց իրանական կողմից տեսնում ենք բավականաչափ կարծր դիրքորոշում եւ այս պարագայում Միացյալ Նահանգների մոտ կարծես թե չկա լուրջ հակվածություն ուրեմն զսպելու Իսրայելին։ Մյուս կողմից կարծում եմ աշխարհակահական եւ տարածաշրջանային իրավիճակն այնպեսին էր, որ թույլ տալիս էր Իսրայելին իրականացնելու այնպիսի գործողություն, որը իր շահերի տիրույթում կլինի եւ որը ինքնուրույն կլինի, բայց փաստի առաջ կանգնեցնի Իսրայելի դաշնակիցներին, այսինքն ձեր աջակցությունը պետք չի, մենք ինքնուրույն այս գործողությունը կանենք, բայց երբ որ արդեն սկսում է պատասխանը Իրանի կողմից, կամա թե ակամա այդ դաշնակիցները ներգրավելու են եւ փորձել են ապահովել Իրանի միջուկային Իրանի պատասխան գործողությունները միջուկային ծրագրի հետ կապված Իսրայելի գործողությունները։ Տեսեք, Միացյալ Նահանգները ոչ միայն աջակցում է, այլ նաև սպառնում է արդեն, որ Իրանը պետք է գործարք կնքի, քանի դեռ չափազանց ուշ չէ, հաջորդ հարձակումները լինելու են ավելի դաժան, ասել է Թրամփը։ Այսինքն այս ռազմական գործողություններով հնարավոր կլինի Իրանին ամեն դեպքում պարտադրել գնալ այդ պայմանագիրը, համաձայնագիրը կնքելու ճանապարհով։ Դժվար եմ ասել, որովհետև շատ բարդ է իրավիճակը այս պահին գնահատելը, դա կախված է Իրանի դիմադրողական ներուժից։ Եթե հիմա այս պայմաններում Իրանը գնա արագ գործարքի, դա առանց չափազանցության կարող է դիտարկվել եւ գնահատել որպես նաեւ կապիտուլյացիա, որովհետև թե իրանական հասարակությունը, թե տարածաշրջանի երկրները ակնկալում են իրանական որոշակի պատասխան գործողություն Իսրայելի դեմ, որովհետև դա հեղինակության հարց է, դա անվտանգության հարց է, դա այս տարածաշրջանում իրանական ազդեցությունը պահելու հարց է, հա։ Հետևաբար, քանի որ այս պահին այս կշեռքի նժարներին այս ուրեմն կարևոր հանգամանքներն են, այդ բոլոր հաշվարկները պետք է արվեն իրանական իշխանությունների կողմից։ Ես ավելի հակված եմ նրան, որ այս պահին գոնե Իրանը չի շտապի գնալ ինչ-որ դիվանագիտական գործարքի, նախ պետք է հեղինակությունը փրկել, դրա համար պետք է իրականացվեն որոշակի գործողություններ, բայց միևնույն ժամանակ դատելով, այսինքն նաև ինչու է կոշտացել նման Միացյալ Նահանգների հռետորաբանությունը, որովհետև կարծես թե կան որոշակի գնահատականներ, որ այս իսրայելական գործողությունը բավարար արդյունավետություն արդեն իսկ արձանագրել է եւ կարելի է մեծացնել դիվանագիտական քաղաքական ճնշումը Իրանի դեմ, հա, եթե լիներ հակառակ սցենարը, այսինքն գործողությունը չունենար բավարար արդյունավետություն, կարծում եմ, որ ամերիկյան կողմի մոտեցումը եւ հռետորաբանությունը ավելի մեղմ կլիներ։ Այսինքն ակնհայտ է, որ այս պահին կա մի կողմից եւ նաեւ կա հնարավորություն նախ հաջող գործողություն, այդ գործողությունն ավելի զարգացնելու հնարավորություն եւ որ ոչ պակաս կարեւոր է, կարծում եմ, գործընթացները հենց Իրանի տարածք տեղափոխելու հնարավորություն, այսինքն հասարակության շրջանում որոշակի դժգոհություններ առաջացնելու եղանակով իսրայելական իշխանությունների ուշադրությունը երկրի ներսում ընթացող process-ների վրա կենտրոնացնելու, հա, ուղղությամբ։ Եվ սա է պատճառը, որ կարծում եմ, կարծես թե գնալով մեծանում է Իրանի դեմ ճնշումը, բայց կրկնեմ, հա, այս բանը շատ բարդ է գնահատելը, որքան է Իրանի իշխանությունների իրանական վարչակարգի դիմադրողական ներուժը եւ որքանով կարողանա այս համակողմանի եւ բազմաշերտ գործողությանը պատասխանել։ Իրանի նախագահն արդեն ասել է, որ թշնամին կզղջա արածի համար եւ նրանք խոստանում են շատ ավելի ուժգին հարվածներ հասցնել Իսրայելին եւ արդեն իսկ տեղեկություն կա այս պահին, որ Իսրայելը քիչ առաջ հարվածել է Իրանի Բուշեր նավահանգստին, այսինքն սպասել, որ թիրախային այսպիսի հարվածներ կլինի Իրանի կողմից եւ այդ համարժեքությունը ձեր կարծիքով ինչպիսի դրսեւորում կունենա, այսինքն այդ հարվածի մասշտաբայնությունը ինչպիսին կլինի։ Նախ երկու մասի բաժանենք ձեր հարցը, որտեղ տեսեք անընդհատ շարունակում է տեղեկատվություն Իրանի տարածքում շարունակող ինչ-որ գործողությունների մասին։
դրանք եւ դիվերսիոն գործողություններ են եւ ինչ որ հետարքիր գործողություններ են, որոնք ենթադրում են նաև ուղիղ Իսրայելի մասնակցությամբ, հա, դիվերսիաները կարող են երկրի ներսում, Իրանի ներսում իսրայելական տարբեր խմբերի կողմից իրականացվել, բայց գործողություններ են իրականացում, որոնք ենթադրում են, որ այս պահին Իսրայելն ակտիվ աշխատում է եւ տարբեր գործիքներով, տարբեր սպառազինություններով հնարավորություն ունի շարունակել Իրանի տարածքում գործողություններ իրականացնել։ Սա խոսում է այն մասին, որ փաստացի իրանական հոբ համակարգը այնքան էլ արդյունավետ չի գործում, հա, եւ թույլ է տալիս ենթադրել, որ այնուամենայնիվ դեռ Իսրայելը կարողանա շարունակել գործողությունները, եթե ինչ որ թերի կամ ոչ ամբողջովին իրականացված գործողություններ կան եւ թիրախներ կան, դրանք շարունակեն խոցել։ Սա առաջին։ Երկրորդը գալիս ենք իրանական պատասխանին։ Իրանական պատասխանի հարցը բավականաչափ բարդ է, որտեղ ուղիղ կերպով փոխկապակցված է Իսրայելի կողմից իրականացված հարձակման արդյունքների կամ հետևանքների հետ, որտեղ թիրախավորվել են ոչ միայն միջուկային օբյեկտներ, այլ թիրախավորվել են հրթիռաշինական հաստատություններ եւ նաեւ պաշտպանական որոշ օբյեկտներ, պահեստներ, որտեղ ենթադրվում են, որ եղել են հենց այդ հրթիռները, այսինքն հիմա բարդ է գնահատել արդյոք Իրանը պահպանում է նախկին ներուժը, հրթիռային պոտենցիալը, ուրեմն հակառակորդին համապատասխան հարված հասցնելու եւ պետք է հասկանանք, որ անցյալ մի քանի տարիների ընթացքում առանց 2023 թվականի հոկտեմբերից հետո Իրանի պատասխանի հնարավորությունները զգալիորեն թուլացել են, հաշվի առնելով այս երկու երկրների միջև եղած հակամարտության առանձնահատկությունը, քանի որ նրանց միջև ուղիղ սահման չկա, իրենք մշտապես փորձել են իրենց հակառակորդներին շրջապատել պրոքսի դերակատարներով, հովանավորյալ կառույցներով կամ ունենալ որոշակի ռազմական ներկայություն սահմաններին։ Եվ դրան զուգահեռ մյուս եղանակը, որը առաջին անգամ արձանագրեց 2024 թվականին, դա ուղիղ հրթիռային կամ ԱԹՍ-ներով հարվածներն են Իրանի կողմից, հա։ Հիմա եթե գնահատում ենք 2023-ից այս կողմ, տեսեք, Լիբանան Հիզբոլլահը ամենակարևոր դաշնակիցն էր Իրանի եւ հովանավորյալը, որի միջոցով Իրանը կարողանար պատասխանել անցած ամիսների ընթացքում զգալիորեն փաստացի թուլացել է նրա ներուժը, դարձյալ Իսրայելի գործողությունների արդյունքում։ Սիրիայի տարածքում էլի Հիզբոլլահի ներկայություն կար, այլ իրանամետ խմբավորումների եւ նաեւ ԻՀՊԿ-ի ներկայություն կար։ Անցյալ տարեվերջին Սիրիայում տեղի ունեցած իշխանապողությունից հետո արդեն այդ ներկայությունն էլ չկա, իրանական ներկայությունն էլ չկա։ Իրանական հութիական ներություն, եմենական հութիական հութիների Անսար Ալլահ խմբավորումը, որը եւս Իրանի հովանավորյալ կառույցներից է, այս խմբավորումը եւս կարող է թիրախավորել, բայց նրա ռազմական ներուժն էլ բավարար չէ։ Պաղեստինում եւս խմբավորումները այլևս այդ ներուժը չունեն։ Այսինքն միակ հիմնական եւ ամենակարևոր գործողությունը դա Իրանի տարածքից Իսրայելի ուղիղ թիրախավորումն է եւ դրան գումարած գուցե որոշ այսպես գործակալական ցանցերի ակտիվացումը բուն Իսրայելի տարածքում ինչ որ դիվերսիոն գործողություններ իրականացնելու։ Իմ գնահատմամբ այս ներուժով բավականաչափ բարդ կլինի համարժեք պատասխան տալու, որովհետև գոնե ամենաառանցքային ուղղությունը պատասխանի դա Իրանի տարածքից ուղիղ հրթիռակոծումն է, դա շատ բավական դյուրին կլինի կանխել, նաև հաշվի առնելով Իսրայելի դաշնակիցների, հատկապես Միացյալ Նահանգների ուրեմն աջակցությունը, ինչպես անցյալ տարվա ընթացքում, անցյալ հարձակումների ընթացքում, երբ բավականաչափ արդյունավետ կերպով կարողացան կանխել եւ թույլ չտալ լուրջ հետևանքներ, բայց կրկնում եմ ամբողջական հետևանքների մասին կամ իրանական պատասխանի արդյունավետության մասին հնարավոր կլինի դատել միայն հասկանալով, թե որքանով է պահպանվել Իրանի հրթիռային ներուժը։ Տեսեք, ուշագրավ է ոչ միայն թիրախային հարվածները Իսրայելի այն առումով, որ հատուկ օբյեկտներն է դա եղել, այլ նաև այս հարձակումից զոհվել են այնպիսի մարդիկ, որոնք իրենց զինուժի համար շատ կարևոր առանցքային դեմքեր են եղել։ Այս առումով Իրանի գործողությունները, ճիշտ է դուք նշեցիք, որ բավականին բարդ է լինելու, բայց այդուհանդերձ նախ ինչպես է հաջողվել, եթե Իսրայելի նույն հեռավորության վրա են երկրները, այսինքն զինտեխնիկայի, զինուժի առումով ստացվում է, որ
էլի զիջում է Իրանը Իսրայելին, որովհետև թիրախային հարվածներ շատ ավելի կոնկրետ էին Իսրայելի դեպքում։ Ես տեսեք, այսպես ռազմական ոլորտի փորձագետ չեմ, բայց կարող եմ հստակ ասել, ինչ առավելություն ունի Իսրայելը Իրանի նկատմամբ։ Առաջին ունի շատ ուրեմն բարձրակարգ օդուժ։ Իսկ սա շատ կարևոր է։ Իսրայելը տարածաշրջանում միակ երկիրն է, եթե չեմ սխալվում, որ այս պահին ունի Միացյալ Նահանգների կողմից արտադրված ամենաբարձր ամենավերջին կործանիչները F-35 կործանիչները։ Եթե չեմ սխալվում, 200-ից ավել ռազմական օդանավ է մասնակցել։ Իսկ սա արդեն լրջագույն առավելություն է Իրանի նկատմամբ, Իրանի մոտ ավելի զարգացած է հրթիռաշինությունը, այսինքն նման մակարդակի օդուժ չունի։ Եվ մյուս կարևոր հանգամանքը հոբ ուրեմն դարձյալ տեսակի զինատեսակներն, որտեղ եւս փաստացի Իրանը կանոնը զիջում են, որոնք ուզում նշել, որ անցյալ տարվա ընթացքում երկու հարձակումների, հատկապես վերջին հարձակման ընթացքում Իսրայելը կարողացավ զգալի վնաս հասցնել իրանական հոպին։ Եվ սա է նաև պատճառը, որ մեծ հաշվով ես գոնե եղած տեղեկատվությունը եւ նաև կադրերը, տեսանյութերը դիտելիս լուրջ հոպի աշխատանք չեմ նկատել, հա։ Սա շատ կարևոր հանգամանք է, այսինքն այս պարադության այս երկու տեսակները շատ կարևոր են եւ վճռորոշ դերակատարում են ունեցել։ Մյուսը այս գործողությունը շատ համակարգված է իրականացել, ընդ որում իսրայելական միաժամանակ մի քանի կառույցներ են աշխատել։ Տեղեկատվական մասն ապահովել է վարչապետի աշխատակազմը ուղիղ կերպով, ինքը համակարգել է Իրանի մոլորեցման ծրագիր, որի մասին ես արդեն նշեցի։ Երկրորդը Մոսադը շատ արդյունավետ կերպով տրամադրել է թիրախները, թե որտեղ ինչ ուրեմն հարվածներ պետք է հասցնել եւ ինչ կարեւորության օբյեկտներ կան, եւ մյուսը երրորդը դարձյալ Մոսադը երկրի ներսում իրականացրել է դիվերսիոն շատ կարեւոր գործողություններ, թիրախային գործողություններ, շարքից հանելով նաեւ ռազմական եւ այս միջուկային ոլորտի ուրեմն գիտնական ներկայացուցիչների, հա, այնպես որ այս նույն ես չեմ կարծում, որ այս նույն հնարավորությունները Իրանը ունի, այսինքն այս նման զարգացած ցանց ունի հետախուզական Իսրայելի տարածքում եւ նաեւ այն սպառազինությունները, որոնցով կարողանա ուրեմն համարժեք հարված հասնել, չնայած Իրանի ամենամեծ առավելությունը Իսրայելի նկատմամբ դա տարածքային ուրեմն եւ բնակության թվի մասով, հա, այս օբյեկտիվ ցուցիչներն են, որտեղ Իսրայելի տարածքը բավականաչափ փոքր է եւ ընդհանրապես, այսպես ասեմ, անգամ մի քանի տասնյակ թիրախային հաջող գործողություններով կարող է բավականաչափ մեծ վնաս եւ ռազմավարական վնաս հասցնել այդ երկրին, անգամ ասեմ, հա, հութիական Անսար Ալլահը կամ Համասը իր շատ սահմանափակ այսպես սպառազինությամբ հիմնականում ինքնաշեն հրթիռներով կարողանում էր կոլապսի հասցնել Իսրայելում իրավիճակը, եթե իրականացվում են նման թիրախային գործողություններ, այնպես որ եթե Իրանին հաջողվի ներկա, հա, այդ պարամետրերով, այսինքն բաց աղբյուրներում եղած պարամետրերով, որոշ հրթիռներով կարողանան ինչ որ ռազմավարական վնասներ հասցնել, բայց կրկնում եմ, այս հարցում արդեն Իսրայելը մենակ չէ եւ Իսրայելին աջակցել է արդեն ամերիկյան եւ մյուս մեծ բրիտանական նաեւ խոսքը ուղիղ նաեւ աջակցության մասին, այսինքն հիմնականում հոպի միջոցով այդ հարվածները կանխելու։ Եվ այս ամեն ինչի ֆոնին շատ հետաքրքիր է, թե ինչ է լինելու վերջո տարածաշրջանում, եթե մասշտաբները մեծանան ռազմական գործողությունների, ինչ սպասել մեզ մոտ Հայաստանում, ինչ քայլեր կարող է լինել Ադրբեջանի կողմից, որովհետև վտանգներ կան, որ երկրորդ ճակատ կարող է բացվել։ Այս առումով ինչ կարելի է սպասել։ Դե ձեր նշած զարգացումների տարբերակը հնարավոր է, եթե հակամարտությունը խորանա եւ հակամարտությունը արդեն շարունակվի բուն Իրանի տարածքում, Իրանի ներսում, որտեվ այնուամենայնիվ իմ
գնահատմամբ այստեղ եւս Իսրայելի եւ Միացյալ Նահանգների միջև կան մոտեցումների տարբերություններ, բայց Իրանի պարագայում իսրայելական վերջնանպատակը այստեղ իշխող վարչակարգի տապալումն է։ Իսկ սա ենթադրում է կոնկրետ գործողությունների իրականացում երկրի ներսում, հատկապես հասարակական տրամադրությունների լարմամբ եւ իշխանությունների դեմ այսպես հեղափոխական գործընթացի նախաձեռնմամբ, հա։ Այս սցենարի դեպքում արդեն մեծ է հավանականություն, որ կարող է բացվել երկրորդ ճակատը։ Այս երկրորդ ճակատն արդեն ակնհայտ է, որ կարող է բացվել Հարավային Կովկասից, Ադրբեջանի տարածքից, իսկ եթե Ադրբեջանը մտնում է նման խաղի մեջ, բնականաբար ունի իր խաղադրույքները արդեն, հա։ Դա կարող է լինել թե Իրանի հետ կապված եւ թե նաեւ Հայաստանի հետ կապված, որովհետեւ Ադրբեջանը մաս է կազմելու մեծ գործողության, գուցե նաեւ մեծ դաշինքի, բնականաբար այդտեղ ակնկալելով նաեւ իր համար ինչ որ հաղթաթղթեր։ Այս պարագայում իհարկե կանխատեսել է, որ մեր նաեւ Հայաստանի տարածքը եւս կարող է վերածվել կոնկրետ հստակ գործողությունների թիրախի Ադրբեջանի համար եւ ինչ որ չի նման սցենար կարող է նաեւ Իրանի հյուսիս-արևմուտքում, որտեղ տևական ժամանակ նույն Ադրբեջանը Իսրայելի, Թուրքիայի հետ այնտեղ անջատողական տրամադրություններ էին սերմանում։ Բայց այս բանը մենք դեռևս խոսում ենք հիպոթետիկ սցենարի մասին։ Բայց ամեն դեպքում վերջի օրերին մենք տեսնում ենք նաև Նախիջևանում զորավարժություններ, Արցախի տարածքում օդանավակայանների այսպես բացում, այսինքն սրանք փոխկապակցված չեն նաև այս գործողությունների։ Դե օդանավակայանը վաղուց էր կառուցվում, այսինքն պատրաստ է որ բացվեց։ Երրորդը, այո։ Դրանից առաջ երկու հատկապես եթե չասեմ Զանգելանի օդանավակայանը ինքը հենց նման գործողությունների համար էր նախատեսված եւ դա տևական ժամանակ գործում է եւ անգամ տեղեկատվություն կար որ այդտեղ իսրայելական ներկայություն որոշակի կա, հա։ Այնպես որ բայց դա տեղավորում է ընդհանուր Ադրբեջանի ռազմավարության հետ, իսկ ես բազմիցս եմ նշել, որ Ադրբեջանը պատրաստվում է նման հակամարտության, սա միանշանակ կանխատեսելի է, որ տարածաշրջանային պատերազմի հավանականության դեպքում Ադրբեջանը մտնել է խաղի մեջ եւ ունենալու է հստակ նպատակներ, հա։ Ինչ վերաբերում է զորավարժություններին, որքանով ես եմ հասցրել հետևել, դրանք այդքան էլ լուրջ եւ ռազմական բնույթի զորավարժություններ չեն, այլ ավելի շատ տեխնիկական բնույթի զորավարժություններ են, հա։ Բայց ամեն դեպքում խոսքը դրան չի վերաբերում։ Այսինքն եթե ռազմական, այսինքն պատերազմի հակամարտության մասշտաբների ընդլայնման հնարավորություն եղավ, այս զորավարժությունները չէ որ ասենք հարց են լուծելու, հա։ Ադրբեջանը շատ ավելի մեծ մասշտաբի խաղի մեջ է մտնելու եւ այստեղ կարծում եմ այդ ձեր նշած օրինակները իրենք այնքան էլ էական ցուցիչներ չեն, որտեղ այսքան խաղի մեջը կներեք մտնելու Իրանի դեմ գործընթացները։ Միանշանակ իհարկե, Իրանի դեմ։ Իսկ եթե իրենք տեսան, որ հստակ Իրանի ներսում ընթանում է վարչակարգի փոփոխության ուրեմն հստակ գործընթաց, այսինքն ժողովուրդը ոտքի եղել եւ դուրս եկել եւ պահանջում է իշխանությունների հրաժարվել։ Այստեղ շատ կանխատեսել է, որ ուրեմն որտեղ դա հանգեցնել է իրավիճակի տարածաշրջանային քաոսի։ Պատկերացրեք 85 միլիոնանոց երկիր հեղափոխական գործընթաց, մի քանի ուղղություններով հարվածներ, սա եւ ենթադրում է փախստական հումանիտար ինչ-որ ճգնաժամ փախստականների հոսքեր տարբեր երկրների եւ իհարկե անջատողական շարժումներ է ենթադրում։ Իսկ անջատողական շարժումներից ամենա, այսպես ասեմ, հա, պատրաստվածներից մեկը կարող է լինել այդ Ատրպատականում, հատկապես թուրքախոսների շրջանում սերմանված տրամադրությունների առարկայացումը, իսկ այդտեղ Ադրբեջանը մեծ դերակատարում է ունենալու։ Եթե քաոս ստեղծվի Իրանում, Ադրբեջանը այսինքն չի խորշի միանալ այդ Չեմ կարծում, որ կխորշի, որովհետև իրենք, տեսեք, իմ գնահատումը հետևյալն է, գուցե սխալվում եմ, կարող եմ սխալվել, բայց վերջին տարիներին Ադրբեջանը անընդհատ շարունակում է սպառազինությունների ուրեմն ընդլայնումը, հա, իսկ դա Հայաստանի դեմ չէ,
որտեվ իրենց իսկ ունեցած սպառազինություններով իրենք դեռևս մի քանի տարի իրենք կարող էին զսպել Հայաստանին, իսկ այն ծավալի սպառազինություններից դրանք մի քանի անգամ բազմապատկվել են, 3 անգամ իրենց պաշտպանական բյուջեն գերազանցվել է վերջին տարվա ընթացքում։ Իսկ դա Հայաստանի դեմ չի բնականաբար, դա ավելի մեծ պատերազմի համար է։ Դա թե Ռուսաստանի հետ կա ինչ որ զարգացումներով պայմանավորված, որտեղ օրինակ նույն ուկրաինական պատերազմի հետ համատեքստում Ռուսաստանի հակառակորդներն էլ մտածում էին կամ պլանավորում են Ռուսաստանի հերթական մասնատումը։ Իսկ այստեղ արդեն Հյուսիսային Կովկասից հստակ մարտահրավերներ կարող են առաջանալ Ադրբեջանի համար եւ Ադրբեջանը դրան էր նախապատրաստվում։ Նույնն էլ Իրանի պարագայում Իսրայելի միջամտության եւ տարածաշրջանային պատերազմի դեպքում կարող է առաջանալ այդ ուրեմն Բայց վտանգ չկա, որ Իրանի հարված Ադրբեջանին ավելի ցավոտ եւ ավելի մեծ է լինելու։ Իհարկե կա, դրա համար չեմ կարծում, որ հենց առաջին փուլում Ադրբեջանը ներգրավել է։ Ադրբեջանը ներգրավել է այն ժամանակ, երբ որ հասկանա, որ Իրանից լուրջ հարված ակնկալելու հնարավորություն չկա եւ նաեւ ստանալու է երաշխիք իր դաշնակիցներից, որ ցանկացած հարվածի դեպքում կան ուրեմն կանխարգելիչ գործողությունների հնարավորություններ, նույն հոպի հետ կապված, եւ ինչով ոչ նաեւ պատասխան գործողությունների։ Իսկական իմ գնահատմամբ Ադրբեջանը շատ մեծ խաղեր պատրաստվում եւ հիմա իրենք հենց նստած հաշվարկում են թե երբ ինչ կարելի է անել։ Եվ ասեմ ավելին, վերջին շրջանում Իրանի հետ այս հարաբերությունների դրական ֆոնը, դրա մեջ այնքան արհեստականություն կար, ես այս առաջի օրից Փեժիշկյանի այցից կամ դրան նախորդած զարգացումից կանխազգում եմ, որ արհեստական ցույց են տալիս, որ իբր Իրանի հետ բավականաչափ դրական մթնոլորտ է, հարաբերությունները շատ լավ են, արհեստականությունը շատ մեծ էր, այսինքն դա էլ իր հերթին նպատակ էր հետապնդում իրանական զգոնությունը բթացնելու եւ մենք ցավոք սրտի վերջին շրջանում ակնհայտ կերպով տեսնում ենք, որ իրանական կողմում կան նման հաշվարկներ, սխալական հաշվարկներ։ Պարոն Պետրոսյան, ի վերջո այս պատերազմը հնարավոր մեծ էսկալացիան ով կարող է կանխել, այսինքն որ երկրը Միացյալ Նահանգներից շատ բան է կախված, արդյոք միայն Թրամփի ցանկությամբ հնարավոր կլինի կանգնեցնել պատերազմը։ Ոչ, որովհետև միայն Թրամփի ցանկությամբ հնարավորություն չեղավ ընդհանրապես կանխել պատերազմը։ Ես կարծում եմ ավելի շատ այլ դերակատարներից կողմից են։ Օրինակ Ռուսաստան, Չինաստան, եթե որտեղ տեսեք, այս օրինակ կոնկրետ Իրանի դեմ գործողությունները ռազմավարական առումով լուրջ հարված են թե Ռուսաստանին, թե ուրեմն նաև Չինաստանին։ Ինքը այս դերակատարները ավելի այսպես ակտիվ խաղի մեջ մտնեն, իհարկե նաև Միացյալ Նահանգների հետ կարողանան ընդհանուր ճնշում գործադրել։ Գումարած նաև տարածաշրջանային երկրները, որտեղ տեսեք, այս իրավիճակում ամբողջ մերձավոր արևելքը փաստացի այս պահին անորոշության մեջ է, բազմաթիվ սկսած այսպես օդային կապերից ավարտված ենթակառուցվածքային տարբեր նախագծեր, ասենք, կամ տարական այսպես էներգետիկ մատակարարումներ եւ այլն, ամբողջը փաստացի այս պահին տնտեսական նախագծերը սառեցված են, եղած ուրեմն մատակարարումները, ասենք, այդ հիմնական նավթի գներն աճել են, փոխադրումները փաստացի այս պահին կոլապսի ուրեմն մեջ են գտնվում։ Այս հավաքական դիվանագիտական ջանքեր են պետք, որտեղ միայն Միացյալ Նահանգները չի կարողանա փաստացի Իսրայելի դաշնակիցն, եթե Իսրայելը կարողանում է ինքնուրույն խնդիրը լուծել եւ փաստացի կարողանում է ապահովել իր անվտանգությունը, չի պետք է դաշնակիցը խոչընդոտի դրան, Այստեղ պետք են ճնշումներ նախ Իսրայելի վրա եւ իհարկե նաեւ Միացյալ Նահանգների վրա, բայց այս բան չեմ կարողանա ասել, որովհետեւ իրավիճակը շատ լավ է հաշվարկված։ Եթե մենք ավելի կայուն աշխարհում գտնվեինք, Իսրայելը չէր կարողանա նման գործողություն իրականացնել։ Հիմա փաստացի Եվրամիության եւ Ռուսաստանի մեջ կա կոնֆլիկտ, երկխոսություն չկա որևէ կերպ։ Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի միջեւ բավականաչափ բարդ հարաբերություններ են։ Չինաստանի Միացյալ Նահանգների միջեւ բավականաչափ բարդ հարաբերություն, այսինքն նրանք չեն կարող գալ երկխոսության եւ ընդհանուր ինչ-որ լուծումների, սա է ամբողջ խնդիրը եւ սրանով էր պայմանավորված, կրկնում եմ, որ իրավիճակային հաշվարկները Իսրայելի կողմից շատ գրագետ կերպով են իրականացված
եւ որն էլ փաստացի այս պահին դրսեւորում է որոշակի արդյունավետություն, բայց ասել որ չկա հնարավորություններ իհարկե դա է սխալ է։